Ռազմիկ Ղազարյան։ Հովհաննես Սահակյանի ինչն է։ Ընկերն եմ, կարելի ասել, հերու բարեկամական կապ կա, ձերվի ավելի շատ ընկերներ ենք։ Հեռուստատեսությամբ տեսակ իր տված հարցազրույցը, ինչ տպավորություն էր ձեզ մոտ եւ հետո Ճիշտն ասած, հարցազրույցը Facebook-ով տեսա ու անկեղծ ասած ծիծաղս եկավ, որովհետեւ իմանալով Հովիկին իր իրոնիան ծիծաղս եկավ, հերթական անգամ մի ներվայնացնող բան ասում, որովհետեւ իրա ասյատնա մեզ էլ է ներվային, որ արտահայտություն կա, չէ, տրոլինգ անել, այսպես էլ է տրոլինգ անում մեկ չի շատ էլ հազվադեպ ընկերներին, նամանավանդ երբ որ ասեց երեխաների հետ եկել ենք, ընդհանրապես ծիծաղս եկավ, որտեղ ես գիտեմ, որ երեխաները ստեղ չեն, չեն կարող գան, չեն եկել ու մեծ են բավական իհարկե, հետո իրական գալու պատճառն էլ գիտեմ, որտեղ իր մոր ծննդյան տարի դարձն ամսի 6-ին ու ամեն տարի նշվում է, մենք էլ միշտ մայրիկին բոլորս հարգում սիրում ենք, միշտ մասնակցում ենք ու ծիծաղացի Հովիկ էլի մի բան արեց ու դից ուշադրություն չեմ դարձել, որտեղ ոչ մի նշանակություն չեմ տվել իմանալով Հովիկի, այսպես ասած, բնավորությունը հետո որ սենց մյուս օրն էլ իհարկե ծննդյան մասնակցեցինք, բան արեցինք, ուրախացանք եւ ու հետո որ երեկոյան սենց իմացա ես անակնկալի եկա որ ինչպես յանի ինչ էլի իմաստը որն էր չհասկացա դե տեսնենք ինձ թվում է թյուրիմացություն հա ես չեմ կարծում ինչ որ դուրս բան կա որտեվ նամանավանդ անհասկանալի է ինչ է էլի որտեվ չեմ կարող ինչ որ բան ասեմ, բայց չեմ կարծում ինչ որ լուրջ բան կա, դե երևի հա թյուրիմացություն, ամենայն հավանականությամբ թյուրիմացությունը վստահ եմ, որ մեր իրավապահ մարմինները նորմալ ճիշտ մոտեցում բան կանեն, ցուցաբերեն, չեմ կարծում, որ ինչ որ բանի, որտեվ իրականում ոչ մի բան չկա, ես այդ մարդուն շատ լավ ճանաչում։ Ձեր թույլտվությամբ ներկայացնեմ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն այսօր հայտարարեց, պաշտոնապես նաև մենք ենք դիմել, ասում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով է վարույթը նախաձեռնված եւ այդ վարույթի շրջանակներում են ձերբակալել հանցագործության մասին չհայտնելը, այսինքն իրավապահներին չի հայտնել հանցագործության մասին, երբ արտահայտություն է հնչեցնում ինքը օդանավականում, որ եկել ենք եւ պետք է շուտ գնանք, որովհետեւ կարող է բարդություններ լինեն, տեղեկությունները իմացել չի հայտնել։ Այս մասով ինչ կասեք։ Ինչ տեղեկություններ Ճիշտ ասած, այդ այլ է հերթական ծիծաղելի բաներից չեմ կա, հերթական Հովիկի հերթական ինչ որ գերվի կատակային բաներն է, որտեղ ինչ տեղեկություններ ես անկեղծ ասած չեմ կարող պատկերացնեմ, որտեվ դա միշտ էլ տենց է լինում ամեն տարի, ոնց որ այս տարի համընկել է, ամեն տարի գալիս է երկու օրով այդ օրերին համենայն դեպս, անկախ նրանից որ ինքը կարելի ասել ամիսը մի անգամ երկու անգամ միշտ գալիս է անընդհատ գալիս գնում է դե մայրիկը ստեղ է, բայց ամեն տարի այդ օրերին էլ երկու օրով երեք օրով գալիս է, ծննդը անում են գնում է։ Հիմա ես ինչ իմանամ ինչա բլթացրել, այսպես ասած, անհասկանալի ծիծաղելի դողան է ճիշտ ասած, Հովիկն այլի մի բան ասել է, հիմա ինչ իմանամ։ Ինչ սպասելիքներ ունեք իրավապահ մարմիններից, հաշվառները, որ Հայաստանում պարբերաբար արտահայտությունների համար մարդկանց կալանավորում են։ Չեմ կարծում, անկեղծ ասած չեմ կարծում, որ բան ունեն, քննություն չիրականացնեն ու վստահություն չառաջանա, որ չէ, իրոք կապ չունի։ Չէ, ես մեր իրավապահ անկեղծ եմ ասում, իրավապահ մարմիններին վստահում եմ, նորմալ է, ես ոչ մի խնդիր չեմ տեսել, երբեք չեմ ունեցել, որ երբեք ոչ մի բան չենք լար, որ ինչ-որ խնդիր ունենանք։ Ես հանգիստ եմ ամենայն դեպս, կարող է ինչ-որ թյուրիմացություն բան լինի, բայց չեմ կարծում, որ ինչ-որ չեղած բան սարքեն մարդու գլխին, ոչ հավանական է։ Ոչ հավանական է, ես անկեղծ ասած վստահում եմ, այսպես ասեմ, մեր իրավապահ մարմիններին։ Հայաստան տեսել եք իրեն։ Հա, բավարար չեմ տեսել։ Իհարկե տեսել եմ, մայրիկի ծննդյանն էլ մասնակցել եմ, իհարկե, արտահայտության մասով զրուցեցիք, ինչ նկատի ուներ երեխաների հետ կամ արտահայտություն։ Հա, չենք զրուցել, ծիծաղում ենք, ուղղակի ասենք Հովիկը դարձել է բանը աստղ, ասենք, էլի ինչպես միշտ իր կատակների շնորհիվ, ծիծաղում ենք, բան ենք անում, ինչ պիտի լինի։ Ասում եմ, հա, ես ասի, այդ որ երեխեքիդ հետ է եկել, ես ասում եմ, ասում եմ, դե ասեցի էլի հիմա ինչ ասեմ։ Դե մի խոսքով, դե ոնց որ տեսեք, ոնց որ այդ երեխեքի հետ եկել ենք, ոնց որ դա է, ասենք, կատակային բանից, ես 100% համոզված եմ, որ այն մյուս արտահայտություններն էլ է կատակային ժանրից,
ճիշտ չի հասկացվել, ճիշտ չի ընկալվել, ու ինչ որ միտեղ հասկանում եմ, որ massայական մարդիկ կարող է դե չիմանալով իրան ճիշտ չընկալեն ու ինչ որ աղմուկ բարձրացվի, կարա տես բան լինի, ու դա ռեզոնանս կտա, բայց վստահ եմ, որ ոնց որ ասում են, բանը ռազմիրուց է, էլի, բան կանեն, կհասկանան, չգիտեմ, ամենայն դեպս բոլորիս համար տհաճ է իհարկե այս իրավիճակը, բայց ես վստահ եմ, որ նորմալ կլուծվի, այսինքն եթե պատժելի առարկա պատժվի, թող պատժվի, բայց ես վստահ եմ, որ ոչ մի պատժելի բան չկա, որտեղ իրան ճանաչում եմ, գիտեմ։